Հայաստանը որոշում է ինքնուրույն, որովհետև Հայաստանը այդ իրավունքը վաստակել է իր աշխատանքով, դիմացկունությամբ և տաղանդով։ Քարտեզի վրա փոքր երկիր է, բայց պատմության մեջ փոքր երկիր չէ։ Ավելի քան 3000 տարի հայերը պահպանել են իրենց լեզուն, հահավատը, ընտանիքները, դպրոցները, քաղաքները և հիշողությունը։ Կայսրություններ են բարձրացել նրանց շուրջը, կայսրություններ են անհետացել, հայերը մնացել են։ Այսօր Հայաստանը նաև առաջ է գնում։ Հայ ինժեներները ստեղծում են համաշխարհային արտադրանքներ։ Հայ աշակերտներն ու ուսանողները հաղթում են միջազգային մրցույթներում։ Հայ մարզիկները բարձր են պահում դրոշը։ Հայ ընտանիքները աշխատում են, խնայում, բիզնես են կառուցում, երեխաներին կրթում և ամեն օր կենդանի պահում երկիրը։ Սա ուրիշի ծրագիրը չէ, սա Հայաստանի ուժն է։ Ժողովրդավարությունը այդ ուժի մասն է։ Այս տարածաշրջանում խոսելու, քվեարկելու, չհամաձայնելու և իշխանությունը խաղաղ փոխելու իրավունքը սովորական բան չէ, դա արժեք է։ Այն պատկանում է քաղաքացիներին, ոչ թե կուսակցություններին, ոչ թե պաշտոնյաներին, ոչ թե երկրից դուրս գտնվող որևէ մեկին։ Ընտրության օրը ընտրությունը պարզ է՝ մնալ տանը և թողնել, որ ուրիշները որոշեն, կամ ցույց տալ, որ Հայաստանի ապագան գրում են հայերը։ Քվեարկեք, ոչ վախից, ձեր երկրի նկատմամբ հարգանքից։